Զինվորը հաշվին հաշվեց, առաջ զինվոր։ Իր կենսաթոշակային բարեկեցության հիմնահարցը լուծված համարող մեր հերոսը իրեն նվիրել է ինտելեկտուալ նոր գագաթների նվաճման վեհ գործին։ Սրան ինչ կասես, չէ քո ներվերը երկատից են, վաստակածդ փողերը, ոնց ես ինչ-որ կառավարիչի ձեռքը տալու, խաղդ խաղա։ Ախր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը մարդ չէ, դա լուրջ ֆինանսական կառույց է, որ լիցենզավորվելու եւ վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից։ Հա? Այդ ված չի, այդ կառավարիչն էլ ոչ ուտում է, ոչ խմում, ծրի աշխատում է քո համար։ Անշուշտ ֆոնդի կառավարիչները ֆոնդի կառավարման վճար են կանցել։ Եվ որ կառավարիչն էլ ընտրես, այդ վճարը չի գերազանցի ֆոնդի արժեքի 1.5%-ը։ Նախագահ ընտրի, քաղաքապետ ընտրի, հիմա էլ կառավարիչ։ Ու էլի ընտրի, իսկ եթե չընտրեմ, ինչ կլինի։ Այդ դեպքում պարզապես քո փոխարեն համակարգչային ծրագիրը կընտրի, պատահականության սկզբունքով։ Հա, թող հենց այդպես էլ ընտրեն։ Ինչ տարբերություն, որ մի կենսաթոշակային ֆոնդի մասնակից եմ։ Ձին տախտակի վրա լտարի նման է քայլ կատարում։ Նավակը միայն ուղիղ գծերով։ Ճիշտ այդպես էլ յուրաքանչյուր ֆոնդ ունի իր հստակ կանոնները, որոնցով սահմանված է նաև, թե մասնակիցների փողերը որտեղ են ներդրվելու, ինչ վճարներ են կանցվելու։ Չհասկացա, ֆոնդ ընտրելիս պետք է նայեմ, թե փողերը որտեղ են ներդրվելու։ Իհարկե, չէ՞ որ այդ ներդրման քաղաքականությունից է կախված քո եկամուտների չափը։ Որքան ավելի ռիսկային է ֆոնդի քաղաքականությունը, այնքան ավելի բարձր են եկամուտները։ Եվ հակառակը։ Երևում է մեզ մի հատ էլ տնտեսագետի դիպլոմ է պետք։ Իսկ ես կարող եմ կառավարիչին ստիպել, որ կոնկրետ իմ ուզած տեղերում ներդրումներ կատարի։ Ոչ։ Ֆոնդի կանոնները բոլորի համար նույնն են, բայց եթե հետո ուզես, ապա ֆոնդդ կարող ես փոխել։ Ամբողջ կյանքդ փող հավաքես ու ինչ-որ ֆոնդի տաս, չէ դու հիմար ես։ Հիմարը դու ես խաղդ խաղա։ Անպայման չէ փողերդ միշտ ուղղես նույն ֆոնդին։ Դու կարող ես դիվերսիֆիկացնել քո կուտակումները։ Ինչի ֆիկացնել։ Կարող ես ինչ-որ ժամանակից սկսած այլ ֆոնդում կուտակել միջոցներդ։ Այ դա լավ է, դուրս եկավ։ Էդ ինչը դուրս եկավ, այ կապաբլանկա, չես զգում, որ կռվում ես։ Նավակը աշմեք, աշորս, ռողայիմ նավակ։ Հա? Դե տես։ Շախ և մատ քեզ։ Մատ? Էլի դու? Ես չպրծամ քեզանից։ Այո, մատ։ Տեսար։ Դե, արդեն քո ապագայի, այսինքն ինձ համար